Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել, այս մասին հայտնել է Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողլյանը։ Ողջ գիշեր որոնել ենք, հիմա էլ ենք որոնում, երեխան կորել է տան մոտակայքից, այլ մանրամասներ չեմ կարող ասել, նշել է նա։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականի ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Ոստիկանությունը և փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։ Հարամենամարտերի իռլանդացի լեգենդար մարտի Քոնոր Մաքրեգորը, ով հայտնի է նոտորիուս տխրահռչակ մականունով, տեսողորձով դիմել է հայ հանդիսատեսին։ Կարճ հոլովակում մարզիկը հայերենով ողջունել է «Բարև Արմենիա»։ Նման կոչը դարձել է Հայաստանում Մաքրեգորի բրենդի գործարկման պրոմո արշավի մի մասը։ Մարզիկը նաև տեղեկացրել է, որ իր գարեջուրը, որն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, շուտով Հայաստանում ևս վաճառքի կլինի։ Barev Armenia, it's the notorious Conor McGregor giving you a mega announcement that Forge Irish Stout is coming your way soon. The world's creamiest stout in Armenia. Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել դանակահարված 22-ամյա Էրիկ Դի կյանքը։ ԶԼՄ-ների տեղեկություններով Էրիկ Դին, ով սպանված 21-ամյա Հայկ Մեի սպանության գործով 4 մեղադրյալներից մեկն է, դատական նիստի ժամանակ հարվածել է Հայկ Մեի մայրը ու փախել դատարանից։ Տուժածին վիրահատել են և նրա վիճակը կայուն է։ 2024 թվականի հուլիսի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ թոռը 2003 թվականին ծնված Հայկը հուլիսի 9-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում։ Գորշարջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։ Հանրությունն այս արջի պահպանման և բարենպաստ պայմանների մասին նախաձեռնում էր դեռևս 2017 թվականից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC վայրի կենդանիների փրկարարական կենտրոնում, արժանացնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ, նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկությունից թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները, ասված է հաղորդագրությունում։